Բարի երեկո 168 TV եթերում ռևյուն է տաղավարում այսօր իմ հյուրը դեմոկրատական այլընտրանք կուսակցության նախագահ քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն է։ Բարև ձեզ, պարոն Սուրենյանց։ Ուրախ եմ ձեզ տեսնել մեր տաղավարում։ Ես եմ շնորհակալ։ Պարոն Սուրենյանց, նախորդ շաբաթվա ամենաաղմկահարույց թեմաները թերևս բացի երեկվա այդ մետրոյում տեղի ունեցած միջադեպից կարելի ասել Փաշինյանի այն հայտարարությունն է, որ ընդդիմադիր ուժերը, որոնք ռևիզիա են ենթարկում խաղաղությունը, պատրաստում են նոր սեպտեմբերյան պատերազմ եւ մի քանի անգամ այդ հայտարարությունը նա կրկնեց, երեկ էլ հայտարարել է բառացի ըլնելույա պատերազմ սեպտեմբերին, աղետաբեր պատերազմ, եթե քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը սահմանադրական մեծամասնություն չստանա, չեմ ասում չհաղթի, սա ինչ է նշանակում, սա ուղղակի այսպես մարդկանց վախեցնելու փորձ է, ինչ է, թե նա կոնկրետ ինչ-որ տեղեկություններ ունի։ Անցած ամբողջ շաբաթվա ընթացքում Նիկոլ Փաշինյանը այդ հայտարարությունը կրկնել է, երևի առանց շաբաթազանցության 5-6 անգամ, որովհետև անցած Կիրակի օրը դա ասեց իրենց այդ ուրախ ավտոբուսային թափառախմբային քարոզարշավի շրջանակներում, հետո բրիֆինգ, հետո լայվ, երեք վերահաստատեց, ընդ որում երեկվան ավելի կոնկրետ։ Նախ բովանդակային առումով Նիկոլ Փաշինյանը չի կարող բերել մեկ փաստարկ, որը կվկայի այն մասին, որ իր նշած 3 ուժերից որևէ մեկը, այդ թվում այն ուժի անունն է տվել, որին դեմոկրատական այլընտրանքի ինտեգրված մասնակցելու է խորհրդարանական ընտրություններին, Բարգավաճ Հայաստանի կամ Գագիկ Ծառուկյանի ուժի մասին է խոսքը, չի կարող բերել մի փաստ, որ այս ուժերի խոսույթը, ծրագրերը, կարգախոսները, վարկագիծը պատերազմի վերսկսման ռիսկ են իրենց մեջ պարունակում։ Ընդհակառակը, այս ուժերը այնքան իրատեսական են, որ նույնիսկ արցախցիների վերադարձի դրույթ իրենց ծրագրերում չեն ներառել, այս իրավիճակում դա համարելով անիրական մարդկանց զգացմունքները ավելորդ շահագործելու դրսևորում։ Սա մեկ, երկրորդը, ես մեր ուժի անունից կարող եմ ասել դեմոկրատական այլընտրանք, Բարգավաճ Հայաստան, առաջարկ Հայաստանին, մենք երբեք չենք ասել, որ իշխանության գալու պարագայում հրաժարվելու ենք երկրի ստանձնած միջազգային պարտավորություններից։ Այո, թե նոյեմբերի 9-ի փաստաթղթում, թե հատկապես թրիփում բազմաթիվ կետեր կան, որոնք մեր սրտով չեն եւ մեր կողմից քննադատվել են, բայց մենք մշտապես խոսել ենք ոչ թե այդ փաստաթղթերը չեղարկելու, հետեւաբար աշխարհակաղակական կենտրոնների դեմ սուր ճոճելու մասին, ընդհակառակը դատապարտել ենք նման մտայնությունը, խոսել ենք ոչ թե այդ փաստաթղթերը չեղարկելու, այլ դրանց հնարավորությունները օգտագործելով դրանք լավարկելու մասին։ Այսինքն, երկու փաստաթղթերում էլ ինչ-որ կետեր կան, որոնք ողջամիտ պետական ազգային օրակարգ որդեգրած իշխանությունը կարող է օգտագործել բանակցային դիրքերը ուժեղացնելու համար։ Եթե որևէ ուժ միջազգային պարտավորություններից հրաժարման իմպերատիվով չի առաջնորդվում, այդ ուժին դժվար է մեղադրել պատերազմի հրձիկ կամ պատերազմի կուսակցություն լինելու մեջ։ Սա մեկ։ Երկրորդը, Էլուր մնաց Նիկոլ Փաշինյանի պնդումը, որ խաղաղությունը անդառնալի է, անշրջելի է, կամ անդառնալի, այո։ Կամ խաղաղությունը հաստատվել։ Այո։ Եթե այդ խաղաղությունը կարող է վտանգվել ընդամենը մեկ ընտրության ներքաղաքական մեկ միջոցառման պատճառով, ուրեմն Նիկոլ Փաշինյանի ամբողջ քարոզչությունը փուչիկի պես տրակում է։ Ուրեմն ոչ մի անշրջելի խաղաղության մասին էլ խոսք չկա, այսինքն Նիկոլ Փաշինյանը նախընտրական թոբոյի մեջ մտած Նիկոլ Փաշինյանը տրակացնում է փուչիկ Նիկոլ Փաշինյանին։ Այլ ձևով չեմ կարող ես բնութագրել այս ամեն ինչը։ Երրորդը, իմ մոտ տպավորությունն է, որ Նիկոլ Փաշինյանը այս պատերազմի կուսակցության մասին խոսելով նկարագրում է, տալիս է նախապատերազմյան Նիկոլ Փաշինյանի ճշգրիտ էպիկրիզը։ Հենց ինքն էր, որ իշխանությունը ստանձնելուց հետո 2018 թվականին
զրոյացրեց բանակցային գործընթացը, հիշում եք, չէ՞, զրոյական կամ սեփական կետից սկսելու մասին, հիշում եք Արցախը, Հայաստանը եւ վերջ, Սևրի դաշնագրի ֆետիշացումը եւ Այնպեսի հայտարարություն կանեն Բաքվում Այո, այսինքն ինքն էր որ զրոյացրեց բանակցային գործընթացը, հրաժարվեց երկրի ստանձնած միջազգային պարտավորություններից եւ այնինչ այսօր ինքը նկարագրում է եւ մտածածին կերպով վերագրում է իր քաղաքական դիմախոսներին, իրականում հենց ինքն է արել 2018-2020 թվականներին։ Պետք է շնորհակալ ես առումով լինենք Նիկոլ Փաշինյանին, որ իր ապագա դատավճռի նախաբանը շատ լավ ձևով նկարագրել է։ Մյուսը, հիմա կհարցնեք, իսկ ինչու է թիրախավորում մեզ 3 ուժերին։ 3 պատճառ կարող են լինել։ Ուժեղ Հայաստան, Սամվել Կարապետյանի գլխավորությամբ, Հայաստան դաշինք, Կոնսոլիդացիան եւ Ռոբերտ Քոչարյանը։ Շատ 3 պատճառ կարող են լինել։ Արհեստականորեն փորձում է բոլորին մի զամբյուղի մեջ դնել։ Պետական որոշակի մարմինների համար ռեպրեսիաներ անելու, կանաչ լույս վառելու նպատակով, բայց այդ դեպքում ինքը պիտի հաշվի արդյոք կարող է դա մարսել թե չէ։ Երկրորդը մոլդովական սցենարի կիրառման մասին է խոսում, այսինքն ֆիլտրումների համար հող է նախապատրաստում, բայց էլի կարող է մարսել թե չէ, ակնհայտ չի, որտեղ ինքը չի գիտակցում ինչպիսի գահավիժում ունի իր վարկանիշը։ Եվ երրորդը խոճապի մեջ է։ Այս վարկածն էլ կա, այսինքն իրեն ներկայացրել են փակ սոցիոլոգիական հարցումներ, որոնց մի մասին տիրապետում եմ նաև ես, եւ նա հասկացել է, որ առաջիկա ընտրություններում իր ջախջախումը գրեթե կանխորոշված է։ Հիմա կամ ամենակարևոր կետին սահմանադրական մեծամասնություն։ Նա ըստ էության բացահայտում է իր իշխանության վերարտադրության դիվային մոտիվը, այսինքն նա ուղիղ տեքստով գրեթե ակնարկում է, որ վայելում է Ալիևի հովանավորությունը իշխանության վերարտադրության հարցում մի պայմանով, եթե պարտավորվի անպայման Բաքվի պահանջներին հանգույն փոխել Հայաստանի սահմանադրությունը։ Միայն այս պարագայում է 2/3 պետք։ Ահավասիկ, ինչպես տահուշում էր 2024 թվականի ապրիլին Ոսկե Պարի դպրոցում, ասում, որ եթե մենք Ադրբեջանի այս պահանջները չկատարենք, շաբաթվա վերջ տեղի ունենալու պատերազմ, տեսեք, բան չի փոխվել, թրիփից, բանից հետո, ինչքան հեքիաթ լոլո պատմի, փաստորեն բան չի փոխվել։ Հիմա էլ ասում է, ես վերարտադրում եմ, որպեսզի Ալիևի պահանջով փոխեմ Հայաստանի սահմանադրությունը, այսինքն Հայաստանի Հանրապետությունը վերածեմ ադրբեջանական ենթապետության։ Եթե դա չանենք, լինելու է պատերազմ։ Բան չի փոխվել։ Տեսնում եք, որ սուտ ու դատարկ են ԿՊԵ-ականների հավաստիացումները, թրիփը մեզ եսի մինչ անվտանգության երաշխիք է տվել, կամ այլևս մենք այնպիսի խաղաղություն ունենք, որ 30 տարի չենք տեսել, այս բոլորը դատարկ խոսակցություններ են։ Իրա բանակցածի չոր հաշիվն այն է, որ կամ ինքը պիտի դառնա, արդեն դարձել ավելի շուտ, պիտի շարունակի մնալ Իլհամ Ալիևի իդեալական վասալը, կամ երկրից սպառնում է պատերազմ։ Ինքը ըստ էության այս հայտարարություններով ասում է, որ Ալիևի իդեալական վասալի կարգավիճակին Հայաստանի պալիտրայում համապատասխանում է միայն ես, եւ դա է խաղաղության միակ երաշխիքը։ Սա է։ Պարոն Սուրենյանց, լավ, եթե այսինքն Ադրբեջանի բոլոր պահանջները չենք կատարում, չենք հպատակվում, չենք ծնկի գալիս նրանց առջև, նշանակում է խաղաղությունը ռևիզիային կենտրոնում։ Ես նման բան չեմ մտածում։ Այսինքն Նիկոլ Փաշինյանի ինկալմամբ է։ Նիկոլ Փաշինյանի շանտաժն է։ Իհարկե Ալիևին ձեռքը տա այնպիսի իշխանություն, ինչպիսին այսօրվա իշխանությունն է, որ բերանը չբացած իր բոլոր պահանջները կատարեն, ի վերջո Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծվի հայ-ադրբեջանական ինչ-որ համատեղ պետություն, որ միայն ֆորմալիստական առումով է լինելու հայկական, իրականում մենք կորցնելու ենք պետականության քաղաքակրթական հիմքը։ Բայց ես խորապես վստահ եմ, որ լրջմիտ պետական շահերով
առաջնորդվող իշխանության արկայության պարագայում մենք մի շարք ռիսկեր կարող ենք կառավարել եւ առնվազն երաշխավորել Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, այո, չի կարող այնպես պատահել, որ որևէ նոր իշխանություն ամբողջովին չեզոքացնի 44-օրյա պատերազմի հետևանքները եւ բանակցի հաղթողի դիրքերից։ Նման բան չի կարող լինել։ Բայց մյուս կողմից մեր պարտության փաստը գիտակցելով հանդերձ որևէ նոր իշխանություն կարող է կասեցնել շարունակական անվերջ թվացող կապիտուլյացիայի ընթացքը, որ ինչ-որտեղ պիտի կանգ առնի այդ անվերջանալի թվացող կապիտուլյացիայի ընթացքը։ Սա է, որ Նիկոլ Փաշինյանին տարբերում է մյուս քաղաքական ուժերից։ Այսինքն մենք եւ ընդդիմադիր այլ գործընկերներ ասում ենք, մենք ճանաչում ենք պարտության փաստը, բայց դա դատավճիռ չենք համարում։ Նիկոլ Փաշինյանը ասում է, որ խաղաղության միակ բանաձևը Ալիևի իդեալական վասալ լինելն է։ Այսինքն կռիվը ներքաղաքական վեճը գնում է ոչ թե խաղաղություն եւ պատերազմ կեղծ երկընտրանքի միջև, այլ կռիվը գնում է խաղաղության տարբեր մոդելների միջև։ Կա միակողմանի զիջումների նվաստացուցիչ խաղաղության մոդել, որի կրողը Նիկոլ Փաշինյանն է, որի վերջում մենք կամ ունենալու ենք Արևմտյան Ադրբեջան կամ էլի էսկալացիա խորանալու, այսինքն էլի պատերազմա լինելու, սրա կրողը Նիկոլ Փաշինյանն է։ Եվ կա բալանսավորված կամ երաշխավորված խաղաղության մոդել, որի ջատագով օրինակ մեր քաղաքական ուժն է, որը ասում է, որ նույնիսկ պարտության պարագայում շատ ավելի բալանսավորված խաղաղություն ստանալու հնարավորություն ունենք, բայց այդ վերջին հնարավորությունը կարող ենք մսխել 2026-ի հունիսի 7-ին, եթե վերարտադրվի Նիկոլ Փաշինյանի իշխանությունը։ Այսպիսի տեսակետ կա, պարոն Սուրենյանց, որ ոչ թե ընդդիմությունը իշխանության գալուց հետո պետք է խաղաղություն հաստատի, այլ նախ պետք է դադարեցնի Հայաստանի դեմ պատերազմ Ադրբեջանի կողմից հիբրիդային միջոցներով, ոչ ռազմական, բայց ըստ էության նա շարունակում է պատերազմ Հայաստանի դեմ։ Ինչ կարծիք եք։ Իհարկե, ես ասացի, մենք ոչ թե միջազգային պարտավորություններից ենք հրաժարվում, այլ պետք է դադարեցնենք Ադրբեջանին միակողմանի զիջումներ անելու այս կուրսը։ Դա խաղաղություն չէ, դա քեզանից ուզում են կկվի պատմությունն է, որ բոլոր ձակերին տալիս ես, բայց միևնույնն է, անդոր ու խաղաղություն չես ստանում։ Հիմա նույն պատմության մեջ ենք։ Նիկոլ Փաշինյանը այս քաղաքականության հետևանքով մի քանի հատ պատերազմ արդեն բերել։ Գլխավոր առարկայն է, որ սեփական ձակերին չի կարելի տալ։ Իհարկե։ Դա որտեղ դու ավելի անպաշտպան, ավելի խոցելի, նաև ուրացող ես դառնում։ Միանշան։ Հա, հիմա ինչ ունենք Նիկոլ Փաշինյանի դեմքով։ Ուզում ա թող վիրավորվի։ Եվս մեկ անգամ կրկնեմ։ Նա Հայաստանի ազգային իշխանության ղեկավար չի։ Նա Ալիևի 6-նոցն է կամ իդեալական վասալը։ Եթե ինչ-որ բան սխալ եմ ասում, թող նա բացատրի այդ դեպքում ինչու է անպայման պատերազմ խաղաղության երկընտրանքի հարցը կապում ԿՊ-ի սահմանադրական մեծամասնության թեզի հետ։ Կա մի հատ ողջամիտ այլ բացատրություն։ Չկա։ Պարոն Սուրենյանց, հիմա եթե այսպես նայենք, որ ընդդիմադիր այս 3 խոշոր միավորներ կամ դաշիկներ, եթե ռեալ շանս ունեն իշխանության գալու իդեպ, դուք ինչ կարծիք ունեք, շանսեր ունեն ինչ որ ձևաչափով գալու թե չէ, ինչպես պետք է լուծեն Փաշինյանի առաջադրած այս գլուխ կոտրուկը եւ ինչ ուղերձ պետք է եղեն հասարակությանը։ Տեսեք, ընդդիմությունը շատ մեծ շանսեր ունի հաղթանակի հասնելու համար, բայց դրա համար պետք է լուծի մի շատ կարևոր ու սկզբունքային մի խնդիր։ Կամ երկուսը նույնիսկ։ Առաջինը այլընտրանքային կենսունակ ծրագրերով հասնի նրան, որ հասարակությունը ակտիվ մասնակցություն ունենա ընտրական գործընթացին, այսինքն եթե մասնակցության մակարդակը բարձր եղավ հարգելի Արամ, ասենք գերազանցեց 1.350.000-ը։ Նիկոլ Փաշինյանի պարտությունը երաշխավորված է, ես դες հավաստիացնում եմ, սա ինչ որ կամայական թիվ չեմ ասում պատրանքների դաշտում։ Ասում եմ թիվ,
քաղաքագիտական շատ համապարփակ վերլուծության արդյունքում, որովհետև այդ թվի պարագայում վարչական ռեսուրսի ազդեցությունը չեզոքացվում է։ Եվ երաշխավորված Նիկոլ Փաշինյանը պարտվում է։ Հենց այսօրվա սոցիոլոգիական համամասնության շրջանակներում։ Սա մեկ, այսինքն արդյունավետ ծրագրով պետքա հասարակությանը մոտիվացնել։ Երկրորդը պիտի ճանապարհային քարտեզ լինի, որտեղ ապահովված լինեն ընտրական ինստիտուտների եւ փողոցի միքսը արդյունավետ, այսինքն որտեղ նման իշխանությունների բազմաշերտ պայքարի արդյունքում հնարավոր հեռացնել։ Ինքը պետքա եւ հունիսի 7-ից վախենա եւ հունիսի 7-ի նկատմամբ եթե ոտնձգություն անի, այսինքն օրինական ընտրությունների ակտիվ փողոցի հավանականությունից նաեւ պիտի վախենա։ Այս համատեքստում հիշենք հիբրիդային արագ արձագանքման խմբի ասում եմ այդ ամեն ինչի չեզոքացման տարբերակը ակտիվ հասարակություն ունենալն է։ Ոչ մի կայակալած, ոչ մի վենս կարող եմ երկու հատ էլ ռուսաստանցի գործչի անուն տալ, որ ինչ չմեղադրեն հակարևմտյան բաների մեջ, չի կարող կանխորոշել Հայաստանի ժողովրդի ընտրությունը, եթե Հայաստանի ժողովուրդը իրեն պահի սուբյեկտի կարգավիճակում եւ չհպատակվի Ալիևի վասալի կամքին։ Այս պարագայում վստահ եղեք, որ Հայաստանի հասարակությունը պատմական առաքելություն է ունեցի 7-ին կատարում։ Չկարողացանք ակտիվացնել հասարակությանը։ Երկրի արտաքին ինտերվենցիա է ենթարկվելու, դա կլինի ադրբեջանական ներգործության ձևով եվրոլիբերալ այդ գլոբալիստական ուժերի ինտերվենցիայի, դա արդեն էական չի։ Հիմա ասում եք գլուխ կոտրոկը ոնց պիտի լուծեն։ Կրկնեցի, մենք միջազգային պարտավորություններից չենք հրաժարվելու։ Բայց մենք չենք էլ շարունակելու ականջներս կախ կատարել Ալիևի բոլոր հրահանգները եւ պիտի Ռուսաստանի Միացյալ Նահանգների նաեւ այլ շահագրգիռ երկրների հետ շատ ակտիվ բանակցային գործընթացում եղած իրավապայմանագրային քեյսի շրջանակներում փորձենք ուժեղացնել Հայաստանի բանակցային դիրքերը։ Այո, ինչ որ բաներ անդառնալիորեն կորած են, ցավոք սրտի։ Չլիներ 2021-ը չենք կորցնի Արցախը եւ Արցախի հայկականության շուրջ կարելի էր բանակցել։ Հիմա ցավոք սրտի այդ հնարավորությունը Նիկոլ Փաշինյանը ջնջել է։ Նախորդ իր ընտրության դիվային գինը հենց այդ է եղել, ճակատագրական հետևանքը։ Բայց ես 100%-ով վստահ եմ, որ եթե հունիսի 7-ին մենք չտրվենք Ալիև Փաշինյան տանդեմի շանտաժին եւ ազգային իշխանություն ձևավորենք, Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունն ինքնիշխանությունը երաշխավորելու ենք այդ ընտրություններով առանց միջազգային հանրության դեմ սուր ճոճելու, որ միջազգային հանրություն ասում եմ աշխարհակաղակական կենտրոնների նկատի ունեմ։ Մոսկվայում, Բրյուսելում, Վաշինգտոնում մեղավոր չեն այս վիճակի համար։ Ցանկացած մեկն էլ օգտվելու է թույլ կամազուրկ իշխանության գոյությունից եւ շերեփները վերցրել են ընկել են Հայաստանի վրա, ամեն մեկը իր փայն է տանում։ Մենք էլ թղթեր շերեփով ենք։ Այո, եթե մենք մեր շերեփը երկացյա դարձնենք կամ առնվազն ցույց տանք, որ մենք պրախատնոյի դվոր չենք, որ ամեն մեկը մտնի, ոնց որ Վազգեն Սարգսյանն էր ասում, ով ուզի գլուխներս խուզի, եթե այս ապացուցենք, կսկսել մեր շահերը հաշվի նստել։ Կրկնում եմ, հրաշք չի լինելու։ Անդառնալի կորուստներ ունենք, որ այլևս չենք կարող վերադարձնել։ Ունենք պարտված պատերազմ, որը վերախաղարկելու հնարավորություն չունենք, բայց կարող ենք գոնե երաշխավորել երկու բան՝ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը եւ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը։ Նիկոլ Փաշինյանի պարագայում երաշխավորված կորցնելու ենք Հայաստանի Հանրապետությունը։ Պարոն Սուրենյան, ձեր կարծիքով ինչու են իշխող ուժի ներկայացուցիչները այդպես նյարդային ջղածիկ արձագանքում ընտրությունների Գյումրի 2 հնարավոր սցենարի մասին խոսակցություն են եւ ինչ են ցույց տալիս ձեր ասած այդ փակ սոցհարցումների։ Այդ սոցիոլոգիական հարցումներն են նայել եւ տեսել են, որ Գյումրիի մոդելը միանգամայն իրական է։
Հենց այդ սոցիոլոգիական հարցը դրա համար էլ ջղաձգվել են։ Բայց ես իմ բոլոր գործընկերներին, նաև ձեզ, որպեսզի տենց խեղաթյուրումների դաշտ չբացենք, ասեմ, որ դրա անունը Գյումրիի մոդել չի, դրա անունը դեմոկրատական մեխանիզմ է իշխանության ձևավորման, այսինքն իրանք դառնում են դեմոկրատիայի թշնամիները։ ԿՊ-ն իր վերնախավով շատ վաղուց է դարձել։ Իրանք ոչ միայն Արցախն են խժռել, ոչ միայն շակալի պես Հայաստանի Հանրապետության արմատն են կրծում, այլ վաղուց խժռել են դեմոկրատիան էլ, մրցակցությունն էլ, ամեն ինչն էլ։ Ով որ դեմ է խոսում Գյումրիի մոդելին կամ իմ ասած իշխանության ձևավորման դեմոկրատական ներառական մոդելին, ինքը նույնիսկ քրեական օրենսգրքի ձևակերպումներով կամ հատկանիշներով հանցագործություն է գործում, որտեղ նշանակում է ոտնձգում է ընտրական ինստիտուտի դեմ։ Օրինակ ինչ կա Գերմանիայում ուրեմն պարբերաբար հանցագործություն են անում ամեն ընտրությունից հետո։ Երբ որ X թվով կոալիցիա են կազմում, կուսակցությունները միավորվում են ու կոալիցիա են կազմում, կամ եվրոպական ցանկացած երկրում կոալիցիա են չէ կազմում։ Շատ քիչ երկրներ կան, հատկապես պարլամենտարիզմի պարագայում, որտեղ որևէ կուսակցություն 50% գումարած մեկ է ստանում։ Շատ քիչ են այդ դեպքերը։ Եթե ֆորս մաժորներ չի լինում, որպես կանոն նման բան էլ չի լինում։ Օրինակ հիմա Գերմանիայում նույնիսկ մեծ կոալիցիա է։ Այսինքն քաղաքական դաշտի արդեն 50-60 տարվա կամ ավելի երկար 49 թվականից հետո ձևավորված քաղաքական համակարգի արդեն շուրջ 70-80 տարվա հիմնական ախորոյանները քրիստոնյա դեմոկրատները եւ սոցիալ-դեմոկրատները չունենալով իրավիճակը հանգուցալուծելու այլ ցիվիլ տարբերակ մեծ կոալիցիա են կազմել։ Այսինքն դեմոկրատիայի միջազգային փորձը ավելի առաջ է գնացել, քան ԿՊ-ի իջևանյան գավառական պատկերացումը։ Հիմա խորհրդարանական մոդել է, բա ինչ են ուզում, այսինքն ես չգիտեմ, իրանք որտեվ իրանց մտքում խորհրդարանական մոդել չի։ Կիմ Չեն իր, ճիշտ եմ հիշում այդ մարդուն։ Դրա դրա հակոստը հակտում է, նկատել եք, չէ՞, Խրուշչովի ցիլոն դնում է, Ստալինի շարժումները անում է, ու այս միքսը, այս տարբեր բռնապետների հավաքական միքսը իրան եվրոինտեգրացիայի ու խաղաղության խորհրդանիշ է համարում։ Միացան ժողովրդական բառ կա, չէ՞, բայց կարելի է ասենց ափաշքյարա շահարկել է, ասենց անթակույց էլի, այսինքն ես չլինեմ պատերազմ արելու։ Նիկոլ Փաշինյանը ափաշքյարա արդեն ամեն ինչը լայվով ցույց է տվել, բացի զուգարան գնալուց։ Կարծում եմ դրան էլ շուտով կհասնենք, որտեվ արդեն ինչ ուտում է ափաշքյարա, ամեն ինչը մենք տեսնում ենք, չէ՞, լայվի կամ այլ ռեժիմը։ Տեխնոլոգիաներ են դրանք PR-ը։ Ես չգիտեմ դա ինչ է, դա ժողովրդին կենցաղայնացնել է, ժողովրդի արժեքային պատկերացումները փշրել է դա։ Գիտեք, որpիսի իրապես մեկը կարողանա երկար ժամանակով ղեկավար մնա, պետք է այնպիսի հասարակություն ստանա, որոնց այդ կենցաղով էլ ապրում է։ Որը մենակ ստամոքսի մասին է մտածում, չէ՞։ Կենցաղապետություն Հակոբը Բադալյան, իմ գործընկերը, մեր գործընկերը մեկնաբան շատ լավ բառ է գտել Նիկոլ Փաշինյանի արածին, կենցաղապետություն։ Երբ որ պետության մասին պատկերացումները սկսվում եւ վերջանում են ստամոքսով։ Նույնիսկ այդ լավ ապրելու գաղափարը, որը մի քիչ շատ ավելի տարողունակ, օրինակ լավ ապրելու մեջ մտնում է նաև լավ կրթություն ստանալը, բայց Նիկոլի լավ ապրելու գաղափարը պարփակված է ԿՊ-ական ստամոքսում։ Հասկանում եք, այսինքն իրանք ասում է մենք ձեզնից մեկն ենք այդ պերաշկի ուտող, ուտելուց մեկ-մեկ է գղթում ենք, ու այդ ուղիղ եթերում ցույց ենք տալի, ասում է մենք ձեզնից, ասում է տեսեք, ես ձեզանից մեկն եմ, անկիրթ, բավարար դաստիարակություն եւ այլ բաներ չստացած, հիմա տեսեք ինչ բարձունքների եմ հասել։ Քվեարկեք ինձ ձեր հնարավորությունը աչքի առաջ ունենալով։ Այսինքն այդ տիպի հասարակության վարչապետ է, էլի։
Իսկ եթե խոսենք իրական, այսպես ռազմական ագրեսիայի սպառնալիքների մասին, հատկապես Իրանի պատերազմի հնարավոր ագրեսիա։ Բայց դա մեր ընտրությունների հետ կապ չունի։ Դա կապ չունի։ Կարա ընդհանրապես տարածաշրջանը եւ աշխարհը հիմա այնպիսի վիճակում են, որ Հայաստանն էլ Ադրբեջանն էլ շատ արագ կարող են պատերազմի հորձանուտում հայտնել։ Իսկ ինչ ազդեցություններ եք այս բանին տեսնում, հատկապես անվտանգային եւ այլն։ Գիտեք, շափազանց մեծ։ Հիմա տեսեք Նեթանյահուի խեղկատակը, Դոնալդ Թրամփը բանարել, խոստացել է, որ եթե Հորմուզի նեղուցը 48 ժամ չբացվին, որում 24 ժամը անցել է։ Ատոմակայաններին Ինքը էլեկտրակայաններին հաղորդվելու եւ էներգետիկ գենթակառուցվածքին։ Սա նշանակելու է պատերազմի էսկալացիայի բարձրացում մեկ մակարդակով էլ, որտեղ Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավարությունը իր հերթին խոստացել է այդ դեպքում թիրախավորել Պարսից ծոցի ամբողջ էներգետիկ համակարգը։ Սա բերելու է արդեն պատերազմի լարվա էսկալացիայի նոր մակարդակին, իսկ ամեն անգամ երբ որ մակարդակը բարձրանում է պատերազմի, տեսեք, օրինակ Մերձավոր Արևելքում էր, չէ՞, պատերազմը, բայց մի քանի օր առաջ պարզվեց, որ այդ ջախջախված, էլ պոտենցիալ չունեցող Թրամփին եմ ծաղրում էլ իհարկե մեր հեռուստադիտողները հասկացան, ու ռեսուրս չունեցող Իրանի Իսլամական Հանրապետությունը միջին հեռավորության բալիստիկ հրթիռով 4000 կիլոմետր հեռավորության վրա հնդկական օվկիանոսում թիրախավորեց բրիտանա-ամերիկյան ռազմաբազա։ Սա նշանակում է, որ Իրանի հրթիռների համար այլևս հասանելի են ենթադրենք Լոնդոնն ու Փարիզը։ Այսինքն, եթե Մերձավոր Արևելքից բացի հիմա հնդկական օվկիանոսի տարածաշրջանն էլ խաղաղ հնդկախաղօվկիանոսյան տարածաշրջանն էլ ներքաշվեց պատերազմի մեջ, Հարավային Կովկասը հաստատ կարող է ներքաշվել։ Հետևաբար միշտ էլ կա էսկալացիայի վտանգ, որովհետև հայ-ադրբեջանական հակամարտության վրա կարող են ազդել ոչ միայն մեր երկու պետությունների հակասությունները, այլ են ստատուս քվոների փոփոխությունները, որ կարող են տեղի ունենալ տարածաշրջանում, աշխարհում։ Ընդհանրապես ամբողջ աշխարհն մի հատ ցնցումների եւ բանի այդ տուրբուլենտության փուլ ապրում, հա, այս պայմաններում որևէ մեկը անշրջելի խաղաղության մասին չի խոսում, բացի քաղաքական անմեղսունակները, հա, որևէ տեղ այդ տերմինը չի օգտագործվում, բայց դա որևէ կապ չունի մեր ընտրական ցիկլի հետ։ Աստված մի արասը կարող են այդ իրադարձություններ լինել, որ ընտրական ցիկլը նույնիսկ չլինի։ Իսկ դրսի իրադարձությունները մեր վրա կարող են ազդել, ոչ թե մեր ընտրական գործընթացի արդյունքը խաղաղություն պատերազմի երկընտրանքի վրա, դա ծիծաղելի է, որտեղ Հայաստանի մեյնսթրիմում չկա քաղաքական ուժ, որը պատերազմ ուզի։ Հետո Հայաստանի սուբյեկտությունը այնքան է նվազել, որ Հայաստանի ներսում տեղի ունեցող ինչ-որ իրադարձություն ոչ խաղաղության գործընթացի վրա կարող է ազդել, ոչ էլ առավել եւս ռեգիոնալ կամ համաշխարհային մակարդակի։ Իսրայելն ու Միացյալ Նահանգները ստրատեգիական պարտություն են կրել Իրանի դեմ պատերազմում, դա արդեն տեսանելի է, ոչ ռեժիմի փոփոխության են հասել, ոչ Իրանի մասնատման են հասել, ոչ համարձակվում են նույնիսկ օրինակ Խարկ կղզին գրավել, որը գիտեք այդ նավթային տերմինալն է Իրանի, այո 90%-ն դեպա կենտրոնացած, իրանք ինչ կարող են անել միայն կամ երեսը փրկելով նահանջանել, բայց ոնց որ թե իսրայելական լոբի տակ կքած Թրամփը նման համարձակություն չունի, կամ բարբարոսություն անել։ Իրանք ընտրել են բարբարոսության ճանապարհը։ Ցանկացած բարբարոսություն բերում է բումերանգի էֆեկտով պատասխանի, եւ ցավոք սրտի պատերազմի խորքն ու աշխարհագրությունը սկսում են մեծանալ։ Այս վտանգը ունենք, արդեն մեր մոտ ինֆլյացիայի process-ներ են կատարվում, նույնիսկ կենտրոնական բանկի նախագահը չհերքեց դա, ավելի խորացման դեպքում էսկալացիայի միգրացիոն ճգնաժամը դա նվազագույնն է, որ մեզ կարող է սպառնալ, այսինքն սահմանների մեծ թվով այո սահմանը կարող են հասնել եւ վերջապես լոգիստիկան է խաթարվում, մեր առևտրի, եթե չեմ սխալվում, շուրջ 20%-ը բաժին անգնում Հայաստան-Իրան ճանապարհին։
Իսկ եթե դա ամբողջովին կատված լինի, հետևանքները պատկերացրեք։ Օրինակ Հորմուզի նեղուցի փակ լինելու հետևանքը արդեն համաշխարհային շուկաները արձագանքում են նավթի 1 բարելը գերազանցում է $100, երբ որ միջև պատերազմը դա 35-ից 40 դոլարի շրջանակներում էր եւ մեծապես հարվածում էր Ռուսաստանի տնտեսությանը։ Հիմա Ռուսաստանը օրական $170 միլիոն շահույթ է ստանում։ Ուրախ է, էլի, հա, օգտվում։ Դե գիտեք ինչա, երբ որ Միացյալ Նահանգների պես գերտերության ղեկավար ակնհայտորեն արկածախնդիր անձնավորությունը իր բոլոր ստրատեգիական մրցակիցները դրանից շահելու են։ Ոնց որ մեր Քաչնազար Ծախոր Փանոսի սիմբիոզից մեր արկածախնդրից շահեցին մեր թշնամիները։ Դա բնության կանոնն է։ Սովորաբար մրցակցի թերությունները ամենահեշտն են օգտագործվում եւ ամենախոցելին է դառնում այդ մրցակցի երկիրը։ Հասկանում եք, ես իհարկե դա ժողովրդի համար սրտից փոփանք չի կամ հոգուս փոփանք չի, որ մեր տեղական արկածախնդրից ավելի արկածախնդիր մեկը կա գլոբալ մակարդակով, դա հեչ օրինակ ես երկար մտածում եմ, սա կատակի ժանրով մի քիչ ասեմ, այդքան ինչը կապես Թրամփին ու Նիկոլ Փաշինյանի, որտեվ իրանք արժե համակարգերով տարբեր մարդիկ են։ Հիմա ոնց որ թե կամաց հարցի պատասխանը գտնում եմ, արկածախնդրությունը։ Չէ, եթե նայում ենք օրինակ եւ նույն ժամանակաշրջանում են իրենք ըստ էության իշխանության եկել եւ շատ ընդհանրապես աշխարհում պետական գործիչների արժեզրկման մի հատ process տեղի ունեցավ, հակառակ պարագայում Նիկոլ Փաշինյանը Հայաստանում չէր հայտնվի, Մակրոնը Ֆրանսիայում չէր հայտնվի, Թրամփը գուցե Միացյալ Նահանգներում չհայտնվեր, Մերցը Գերմանիայում չէր հայտնվի, Ստարմերը մեծ Բրիտանիայում, այսինքն հիմա համատարած միջակայությունների ղեկավարման փուլում ենք ապրում։ Դրա համար էլ քիչ թե շատ պետական որակներ ունեցող առաջնորդներով երկրները շահում են։ Այս անլրջությունների ֆոնին ուրեմն մենք տեսնում ենք Չինաստանում պետական իշխանության համեմատաբար բարձր որակ, Ռուսաստանում, Թուրքիայում, Հնդկաստանում այդ երկրները շահում են։ Եվ ամփոփելով ինչ է կարծում պարոն Սուրենյանց, արդյոք ընտրողները կտրվեն նախընտրական պատերազմական այս շանտաժին, թե այլ ընտրություն։ Ես ընտրողներին մի բան կասեմ, հարգելի Արամ, բարեկամաբար, անկեղծորեն մարդեն, որը հավակնում եմ ակտիվ մասնակցել ընտրություններին, հավակնում եմ ինչպես բոլոր քաղաքական ուժերը հաղթանակի, այսինքն, բայց հիմա նույնիսկ իմ ներքաղաքական շահերն ու կոնյունկտուրան թողնում եմ մի կողմ եւ ընտրողներին շիտակ ասում եմ, եթե ուզում եք պատերազմ եւ Հայաստանի Հանրապետության կորուստ, ընտրեք Նիկոլ Փաշինյանին։ Պատերազմն ու Նիկոլ Փաշինյանը հոմանիշ են։ Ես ընտրողներին կոչ եմ անում ընտրել Հայաստանի Հանրապետությունն ու խաղաղությունը երաշխավորված, դրա համար քվեաթերթիկում կարող են իրենք գտնել ընդդիմադիր կուսակցություններից որևէ մեկին ըստ իրենց նախընտրության։ Շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Ես էլ եմ շնորհակալ։ 168-ի հարգելի հետևորդներ, իջեցնեմ, մենք զրուցում ենք Դեմոկրատական այլընտրանք կուսակցության նախագահ քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի հետ։ Կհանդիպենք։